Ինչ է անեծքը։ Անեծքը մարդու կողմից արտաբերված չար խոսք, վատ ցանկություն դիմացի մարդու հանդեպ։ Կապլեր Սունդուկյանն ասում է հայոյանքը կամ անեծքը փաստերի սով են, երբ որ մարդ այլևս չի կարողանում խոսել, բացատրել, իր անկարողությունը սկսում է անիծել կամ հայոյել։ Նույն ձևով էլ մարդ, երբ որ ինքը չի կարողանում օրհնության խոսք ասել, բարի խոսքով իր դիմացին հետ հասկանալ, դեմ հանդիման գալ, զրուցել, սկսում է անեծներ թափել։ Ցավոք սրտի մեր կյանքի մեջ անիծող մարդիկ շատ են, հատկապես ծեր մարդիկ, կանայք կամ տղամարդիկ սովոր են վատ խոսքեր ասել, անիծել, մոռանալով հանդերձ, որ այդ անեծքի խոսքերով իրենք իրենց զավակներին կամ այդ մարդկանց զրկում են օրհնությունից եւ իրենք էլ իրենց համար պատիժ են բերում, որովհետեւ քո շուրթերը, քո բերանը տրված է աղոթելու Աստծուն եւ օրհնելու մարդուն, բայց դու օգտագործում ես դիմացինին չարիք պատճառելու եւ հոգեբանորեն սպանելու համար։ Շատ հաճախ երբ որ մարդիկ ասում են մենք մարդ չենք սպանել, ես ասում եմ դժվար սպանած չլինենք, եթե ֆիզիկապես չենք սպանել, բառերով շատ մարդկանց ենք սպանել։ Մենք ինչ ենք ասում, լավ էր մեռնեի, քան այս խոսքը լսեի։ Այսինքն դու կարող ես մարդուն նաև հոգեբանորեն սպանել, ցավ պատճառել այդ մարդուն։ Դրա համար մարդը շատ զգուշ պիտի լինի, իր ամեն խոսքի համար դու ասում ես ինչ խոսք որ ասում ես, դրանով էլ պիտի դատվես։ Եթե Հիսուս ասում է քո եղբոր ասում ես ապուշ կամ հիմար, դրա համար պիտի դատաստանի ենթարկվես, առավել եւս որ դու որևէ մեկին անիծում ես կամ հայոյում ես։ Շատ հաճախ եմ տեսնում ծնողների, որ իրենց զավակներին անիծում են։ Լավ օրեր չունենաս, մուրազը փորդ մնա, թաղեմ քեզ, երբեմն ծնող իր երեխան այդպիսի բառեր է ասում, դու նաև խանգարում ես ներդաշնակությունը այդ մարդու կյանքի, այսինքն Աստծո տված օրհնությունը, այս կյանքը, որ մարդը յուրախ ապրի, դու անիծում ես, որ ինքը լավ օրեր չունենա, դժբախտ օրեր ապրի, հետո երբ որ քո զավակը դժբախտ օրերին հանդիպում է, դու սկսում ես Աստծուն մեղադրել, որ Աստված ինչու թույլ տվեց, Աստված ինչու չպայծ, բայց չէ որ դու ցանկացար։ Դրա համար Հիսուսը ինչ որ քո բերանից դուրս է գալիս, դա է պղծում քեզ, որովհետև քո սրտի ավելցուկից է դուրս գալիս։ Իսկ բերանը մարդու սրտի թարգման, եթե քո սրտի մեջ կա խաղաղություն, կա սեր, դու բնականաբար մարդուն պիտի օրհնես։ Եթե չկա այնտեղ խաղաղություն, սեր, կա բարկություն, ալեկոծություն, խռով, դու մարդուն պիտի չար խոսքեր ասես, հատկապես պիտի անիծես։ Դրա համար նաև լեզուն ամենավտանգավորն է։ Գրիգոր Մագիստրոսը մեր նշանավոր ինչ է ասում է թեև լեզուն ոսկոր չունի, բայց շատերի ոսկորներն է կոտրում։ Ինչքան վտանգավոր է, չէ, լեզվի համար, ասես իսկ Հակոբոս Առաքյալն ասում է լեզուն անիրավության կրակ է։ Մենք ասում ենք ձիու բերանը սանձ ենք դնում, ինչպես ուզում ենք կառավարում ենք, հսկա նավերը մի փոքրիկ ղեկով ղեկավարվում են, բայց մարդու լեզուն չի ղեկավարվում։ Իսկ ով որ լեզուն կարողանա ղեկավարել, նա կատարյալ մարդ է։ Եվ երկրորդն էլ ամենագլխավորը, դու չես կարող այս նույն լեզվով աղոթել Աստծուն, խնդրել Աստծուն, հետո շրջվել Աստծո ստեղծած մարդուն, Աստծո պատկերով մարդուն անիծել։ Նշանակում է քո մեջ չկա օրհնություն, չկա սեր, չկա Աստծո ներկայություն, դրա համար դու ամեն տեսակ չար խոսքեր ես ասում։ Իսկ մենք երբ որ պատարագին հաղորդություններ մեղաներն ենք ասում, լեզվի մեղքերը ամենաշատն են, չէ՞։ Տրտնջալ, դժգոհել, բամբասել, հայոյել, շողոքորթել, քսմսվել, դատարկաբանել, ծաղրել, նվաստացնել, սուտ երթվել, երթմնազանց լինել, բանսարկուտ, տեսեք ինչքան մեղքեր ենք թվարկում լեզվով։ Հիմա էլ գործ անիծաբանությունն էլ իր հերթին նշանակում է քո մեջ չկա Աստված, ներկա չի Տիրոջ կյանք, եւ դրա համար դու սկսես քո մեջի չարությունը թափել, քո անկարողությունը ցուցադրել նման խոսքեր ասելով դիմացի մարդու հանդեպ։ Ինչու Աստված արգելեց անիծել։ Որովհետև անեծքը Աստծո գործը չէ, որ դու կատարում ես։ Աստված ինչ արեց, տեսա, որ ամեն ինչ գեղեցիկ ու լավ է եւ օրհնեց մարդուն։ Աճեցեք, բազմացեք, երկիրը լցրեք։ Եթե դու լույս ես տեսնում, ուրախություն ես տեսնում, խաղաղություն ես տեսնում, ինչու ես անիծում։ Կամ շատ հաճախ մարդիկ ինչ են ասում, «Սե բներոնը, որ ես ծնվեցի»։ Այսինքն դու դժգոհ ես, որ Աստված քեզ կյանք է ապարգևել, դա էլ անեծք է քո համար։ Այսինքն Աստված հոգեզ չի բերել այս աշխարհի մեջ դու տառապես, որ միա դու ինքդ քեզ ես անիծում, հետո դու քո կյանքն ես անիծում, հետո քո անեծն էլ պատճառ է դառնում, որ քո սերունդները զրկվեն օրհնությունից։ Այսինքն անիծելով դու սատանայի գործն ես կատարում։ Սատանան է ուզում, որ դու անիծես, որտեղ անիծող մարդը Աստծուն հակառակ է գործում։
Աստված քեզ տվել է շուրթեր, բերան, որպեսզի օրհնես մարդուն, ոչ թե անիծես, աղոթես, նույնիսկ քո թշնամու հանդեպ, քո հալածողի հանդեպ, քեզ ցավ պատճառողի համար աղոթել, բայց դու տեղին անտեղին անիծում ես։ Նշանակում է, որ քո մեջ աստվածային հոգևոր զորությունը չէ, այլ այս աշխարհի խավարն է քո ներսում տիրում, եւ այդ խավարը ակամայից քո մեջ բերում է չարություն, իսկ չարությունը ինչպես պիտի արտահայտի մարդը խոսքերով։ Դրա համար հիշում եմ մեր ամեն դատարկ բառի համար մենք պատասխան պիտի տանք։ Եթե մեկին ասում ենք ապուշ կամ հիմար, դատաստանի պիտի ենթարկվես։ Դու պատկերացնես, որ մարդը անիծել առավել եւս հայոյել։ Այսօրվա մեր իրականության մեջ ամենատարածված ախտերից մեկը անեցնու հայոյանքն են եւ հատկապես դիմացինի կարծիքը չհասկանալ եւ չգնահատել։ Կարևոր չի դու ինչ ես ասում, լավ խոսք ես ասում, օգտակար խոսք ես ասում, կարևոր չէ, որևէ մեկի դուրը չի գալիս համացանցում մի անգամից արագ-արագ դե հերրու մնա, փախեք, կորեք, ձեր գլխին կպնի, ձեր աղոթքներ, ձեր այսինքն չի ճանաչում մարդը քեզ, բայց ինքը ինչքան չարությամբ պիտի լցված լինի, որ ինքը փորձի նման խոսքեր գրել։ Այսինքն սիրո բացակայություն, երբ որ չկա սեր, մարդը ընդունակ է անիծել, անեծքից դա վերածել գործի, իսկ գործն կարող է բերել որ դու մի օր մեկին սպանես։ Երբ որ դու անդադար մեկին անիծում ես, դու ամեն օր չարությամբ ես լցվում, հետո որտեղ պիտի այդ բաժակը պիտի թափվի, իսկ բարկության ժամին չարության այդ պահին մարդը ինչ որ կա ասում է, չէ, առանց հաշվի առնելու, անդրադառնալու, որ դիմացինից սպանեցիր։ Դիմացինիդ ոչնչացրեցիր, նվաստացրեցիր, եւ եթե այդ մարդը իրեն մի վնաստ է, այդ մարդու բոլոր մեղքերը քո վրա պիտի մնան, որովհետեւ դու այդ մարդուն զրկեցիր նաեւ ապաշխարությունից։ Ինչպես ազատվել անեծքից։ Անեծքի եւ ընդհանրապես հայոյանքից ազատվել ամենակարճ ճանապարհը աղոթելն է։ Աղոթք պիտի լինի քո շուրթերին, այսինքն քո բերանը պիտի վարժվի Աստծո հետ խոսելուն։ Երբ որ դու աշխարհի հետ ես խոսում, դու վերցնում ես աշխարհի նկարագիրը։ Այսինքն աշխարհը ամեն կերպ ուզում է քեզ իր նման դարձնել։ Աշխարհում այսօր ինչ է տիրում։ Հայոյություն, անես, նույնիսկ երգերը, չէ՞, մարդիկ սկսել են հայոյանքներ գործածել մեջը, ֆիլմերի մեջ հայոյալից խոսքեր օգտագործել, փողոցային ժարգոնային բառերը բերել մեր առօրյա կյանքի մեջ, այսինքն քեզ աշխարհը իր նման է ուզում դարձնել։ Դրա համար Հիսուսը ինչ է ասում, զգուշ եղեք, չէ՞, փարիսեցիների խմորից, որովհետև խմորը որ դնում ես այլուրի մեջ, մի քանի ժամ հետո ինք ամբողջ այլուրը խմոր է դարձնում։ Այսինքն, երբ որ դու մեղքը դնում ես քո մեջ, որոշակի ժամանակ հետո մեղքի զանգված ես դառնում։ Եվ որpիսի այդ զանգված ինչը վերածվես, դու պիտի դրա դիմացն առնես առաջին հերթին աղոթքով։ Դու պիտի փորձես Աստծո հետ խոսել, հոգևոր լեզուն սովորել, քո շուրթերը վարժեցնես օրհնության։ Նույնիսկ տան մեջ, չէ, ծնողը, երեխաները, ամուսինները վիրավորական խոսքերով են խոսում, ինչու, որովհետև մարդիկ սկսել են ինչ անել, գոռալով նաև չէ խոսել այսօր։ Մարդիկ լռության մեջ այսօր չեն ուզում խոսել, ամենտեղ գոռոց կա։ Տան մեջ, փողոցում, աշխատանքի վայրում, մարդկային հարևան գոռոց։ Մարդիկ այդ բարձր խոսալով կարծում են իրենց իշխանությունը հաստատեն, բայց որ դու ուզում ես քո գոռալով, քո իշխանությունը գործածելով, դրա մեջ նաև պիտի շատ շուտ սայթակես։ Սկսես արդեն այլ բառեր օգտագործել անիծաբանությամբ, հայոյանքով, որը հարիր չէ քրիստոնյային։ Քրիստոնյայից մենք պիտի լույս եւ օրհնություն ճառագես, երբ որ դու լույս եւ օրհնություն չունես, խավարը քո մեջ իշխում է։ Ես օրինակը միշտ բերում եմ ամպի օրինակը, որ եթե քրիստոնյան ինքը ասում է ես քրիստոնյա եմ, բայց ինքը չի ապրում այդ կյանքը, ինքը նման է ամպի։ Ուրեմն ամպի ամբողջ առաքելությունը անձրևն է, չէ՞, որ ինքը գա, անձրև տեղացնի, բնությունը կանանչի։ Երբ որ ամպը գալիս է ու անձրև չի բերում, օրերով ինքը փակ է պահում, ինչը արևի լույսը։ Դու զրկում ես արևի լույսը, մյուսները տեսնեն։ Նույն ձևով քրիստոնյա, որ ինքը չի ապրում, ինքը պատճառ է դառնում շատ շատերին, որպեսզի մոտենան Աստծուն։ Եթե մեկը ասում է ես քրիստոնյա եմ, եկեղեցի եմ գնում, ու հանկարծ այդ մարդուն տեսնում են հայոյելուց, բամբասելուց, անիծելուց, տրտնջելուց, ով կուզի այդպիսի քրիստոնյա դառնալ։ Ոչ ոք։ Այսինքն դու նաև Աստծո գործին ես վնասում, որ դու պատճառ ես դառնում շատ շատերի փրկության, եւ դրա համար մարդը, որ անեծք ունի, հայոյանք ունի շուրթերի վրա, ինքը ամեն ինչ պիտի անի, որպեսզի իր բերանը մաքուր պահի, որովհետեւ դրա պատճառով նաև մեր հավաքական աղոթները չեն լսում։ Եթե որևէ մեկը հոգևորական, հավատացյալ, պետական գործիչ, քաղաքական գործիչ, պաշտոնյա, ինքը ամբողջ օրը հայոյանքով է խոսում, անեծք են տալիս, մեկը մյուսին նաև բամբասանք են անում, ոնց պիտի Աստված այդ ժողովրդի աղոթները լսվի։ Ոնց կարող է այս բերանից
որ աղոթքի փոխեն անեծքով, հայոյանքով լցված է, հետո աղոթեն Տիրոջը Տերը լսի։ Դրա համար մարդը պետք է միշտ իր սիրտը մաքուր, որովհետև ամեն ինչ այստեղից է սկսվում։ Սիրտը ամենամեծ վայրն է, որտեղ բարու չարու պատերազմ է տեղի ունենում։ Եթե հաղթես չարը, քո ամբողջ էությունը պիտի լցվի չարության։ Եթե հաղթես բարին, նշանակում է հոգանքը օրհնության մեջ է, առաքելության մեջ է եւ Տիրոջ ճանապարհը բացելու հնարավորություն ես նաեւ դու։ Տերը մեր միջոցով է նաեւ գործում, չէ՞։ Տերը այս աշխարհի մեջ աչքեր չունի, ձեռքեր չունի։ Մենք ենք Տիրոջ ձեռքերը, աչքերը, բառը, շուրթերը, այսինքն ինչ խոսք որ մենք ասում ենք, պիտի վերադառնա քեզ օրհնության։ Բառը որ դու ասում ես, քեզ պիտի օրհնության վերադառնա, ոչ թե չարության։ Երբ որ դու աղոթք ես ասում, որևէ մեկին օրհնում ես, այդ բառը քեզ օրհնության վերադառնում է քո կյանքը նորոգելու համար։ Եթե հակառակն ես անում, ուրեմն դու արդեն ինքդ քեզ դնում ես դատապարտության տակ։ Եթե մարդիկ իրար անիծեն, ինչ անել, որպեսզի անեծքը չգործի։ Եթե մարդիկ իրար հետ վիճում են ու վիճելու ժամանակ իրար անիծում են կամ նզովում են կամ հայոյանք են տալիս, առաջին բանը, որպեսզի չգործի այդ անեծքը, այդ մեղքը չտարածվի, այդ մարդիկ իրար հետ պիտի իրարից ներողություն խնդրեն, այսինքն ներում պիտի հայցեն իրարից։ Պիտի գան ասեն, դու ինձ կներես իմ ասած բառի համար, դու էլ ինձ կներես իմ ասած բառի համար։ Հետո երկուսով միասին պիտի աղոթեն։ Աստծուն իրար համար պիտի աղոթեն եւ իրար հետ պիտի աղոթեն։ Նույնն էլ ընտանիքի մեջ, եթե ամուսինները, տղամարդն ու կին իրար հետ աղոթքի լեզվով չեն խոսում, ամենուր այդ ամեջ գժտություններ պիտի լինի։ Եթե իրենք աղոթքի լեզվով չեն կարողացել միանալ, մտերմանալ, ուրիշ լեզու չի կարող նրանց միացնել։ Դրա համար ցանկացած վատ խոսք, երբ որ ասվում է, երբ որ մարդը հասկանում է ինքը ինչ արեց, ինքը պիտի գնա այդ մարդուց ներողություն խնդրի, հաշտվի, որպեսզի այդ անեծք, որ ինքը տվել է, իրեն չվերադառնա, իր ընտանիքին վնաս չպատճառի, որովհետև ինչ է ասում Սուրբ Գիրքը, քամի ցանողը փոթորիկ պիտի հնձի։ Այսինքն անեծքը հայոյանքը նաև քամի ցանել է քո կյանքի մեջ, հետո այդ քամին փոթորիկ է վերածում, քո ամբողջ կյանքը տակնու վրա է։ Այսինքն դու պիտի քեզ ապահովես այդ փոթորիկից կամ այսօր ասած ցունամից պիտի քեզ ապահովես, որ չգա քո տունը ավերակի վերածի։ Հոգևոր տան մասին է խոսքը։ Հետո նոր արդեն ֆիզիկական տեսանելի տունը պիտի քանդվի։ Ամեն ինչ սկսում է հոգևորի քանդումից։ Հոգևորը քանդվեց ամեն տեսակ բան։ Դրա համար Պողոս Արաքյալը ինչ ասում իր նամակում, ասում է վերջին ժամանակներում մարդիկ պիտի լինեն չարախոս, բամբասող, ատող, դրամասեր, ծնողներին անհնազանդ, աստվածպաշտության կերպարանք պիտի ունենան, բայց դրա զորությունից շատ հեռու պիտի լինեն։ Ուրեմն ամեն ինչ սկսում է այդտեղից, ասես ինչ թե մեղքերը թվարկում, բամբասողը ով է, անիծողը ով է, Սատանան։ Իսկ երբ որ մենք այդ ամենան մենք դառնում ենք Սատանայի զավակներ, այսինքն հրաժարվում ենք մեր երկնավոր հորից, գնում ենք մահացու հոր իշխանության տակ ենք մտնում, ներ մեզ ամեն տեսակ օգտագործում է, նույնիսկ երբ որ մարդիկ, ես օրինակ ինչպես եմ ասում, երբ որ դուք նույնիսկ Facebook-ի մեջ, համացանցի մեջ ուրիշ անուններ եք գրում, բայց մեկ է ձեր ձեռքերն են գրում, դա դուք եք, դուք կարող եք մարդկանց վրեժխնդրությունից խուսափել, մարդիկ չիմանան, որ դուք եք արել, բայց Տերը գիտի, որ դա ձեր մատներն են գրել եւ ձեր սիրտն ու միտքն են թելադրել, դուք այդ պատասխանին չեք խուսափելու։ Ինչ ուզում ես արա, ումից ուզում ես խուսափիր, իր ներկայությունից չես կարող խուսափել։ Այո, որ դու ինքդ քեզ հետ արդար կլինես, կհասկանաս դա ինչու ես անում, կհրաժարվես այդ մեղքից։ Կան չէ՞ որ մարդիկ որ փողով սուտ վկայություն են տալիս, ինչպես Հիսուսին, երբ որ ձերբակալեցին, շատ սուտ վկաներ հայտնվեցին, բայց մեկը մյուսի խոսքի չէր բռնում։ Սուտ վկայությունն էլ անեծք է, սուտ վկայությունն էլ դատապարտություն է մարդու համար։ Կեղծ դուրեր տարածելն էլ անեծքի պես մի, որովհետև դու դիմացինին թե վատություն ես անում, ցավ ես պատճառում, բայց վերջում քեզ է վերադառնում այդ անեծքը, քո տունն է քանդվում։ Ինչ պիտի շահես դու։ Գրեցիր, լավ, իմ կարծիքի դու համաձայն չես, ու ինձ մի վատ բան գնեցիր, դու ով ես, այս սրբապիղծ, այ անամոթ, դու գնացեք ձեզ փրկեք, այս արեք, ինչ շահեցիր այդ գրելուց։ Ինչ շահեցիր, բայց երբ որ դու իմ դիմացը կանգնես, դու ինչ չես ասել այդ խոսքերը։ Նշանակում է, որ դու քո մեջի չարություն այդպես ես արտահայտում, քո մատերը գրում են, եւ այս մատերիդ գրածի համար էլ դու պատասխանատու ես։ Անձեռագի, այսինքն անստորագիր նամակներն են, որ գրես, իբր դու չես գրել, բայց դու ես այդ անեծքի տակ դրել, քեզ էլ այդ մարդուն էլ։
Սովետական շրջանում ինչ է լինում, չէ՞, անստորագիր բազում նամակներ եւ այդպես հարյուրավոր, հազարավոր մարդիկ գնդակահարություն են դատապարտվել։ Այդ կրակողիններ չէր մեղքը, գրողինն է մեղքը։ Գրողինը։ Դրա համար ասում եմ, անհնար է որ գայթակղությունը չկա, բայց վայ գայթակղեցնողին։ Վայ այն մարդուն, ով պատճառ է դառնում գայթակղության։ Երբ որ ծնողն էլ տան մեջ հայոյանքով է խոսում անեծքով, երեխան է դրա մեջ նաև մեծանում է, չէ՞, ինքը գիտի դա է ճիշտը։ Այդ բառերը ինքը պիտի օգտագործի։ Ազիզը թաղեմ, չէ՞, կանեք շատ են, ասինքն ինչու ես թաղում, ինչի համար։ Թեկուզ քաղցրությամբ ես այդ բառն ասում, բայց մի ասե։ Օրհնության խոսք ասա հոգիս, սիրտս, արևս, թանկս, այդպիսի բառեր օգտագործին, չես վատ բառեր օգտագործում քո